Սեփական երկրի պատմությունը չիմանալը հանցագործություն չէ, բայց անհրաժեշտություն է, հատկապես նոր սերնդի համար, որովհետև երբեմն հենց երիտասարդներն են խոսում այնպիսի համոզմունքով եւ վստահությամբ, որ քաջատեղյակ մարդու մնում է միայն տարակուսելը։ Օրինակ, երբ խոսում ենք հանրային կյանքում նորահայտ ակտիվիստների մասին, արժե իմանալ նրանց, ովքեր ակտիվիստ են եղել խորհրդային տարիներին։ Հիմա է, որ հերոսությունը մի շենքի կամ մի նախարարի դեմ պայքարել է։ Իրականում մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելը ամենամեծ ռիսկն է։ Իսկ հեշտ էր արդյոք նույնպիսի ակտիվիստ լինել խորհրդային ռեժիմի տարիներին, իմանալով, որ քեզ Սիբիրյան աքսորն է սպառնում։ Այսօր իր ծննդյան տարեդարձը նշում է Վերժինե Սվազլյանը։ Նա ընդամենը 21 տարեկան էր, երբ 1955 թվականին կամովին, առանց դրամաշնորհի, առանց ՀԿ-ների աջակցության եւ առանց ինտերնետի ու լրագրողների օգնության սկսեց հավաքել ցեղասպանությունից փրկվածների վկայությունները։ Այդ ժամանակ նույնիսկ ծիծեռնակաբերդը դեռ չէր կառուցվել եւ Վերժինեին ցանկացած բայ կարող էին ձերբակալել։ Մինչդեռ այդ բացառիկ կենսագրությամբ կինը ոչ միայն չընկրկեց, այլ նաեւ շարունակեց իր գործը։ Նա ուղիղ 60 տարի հավաքում է վկայություններ։ Սա է իրական հայրենանվեր առաքելությունը, որ հսկայական նշանակություն ունի, պատմական, փաստագրական, վավերագրական։ Տիկին Վերժինեին իսկապես հանրային ակտիվիստ է, որի անձնուրաց աշխատանք արժանի է խորին հարգանքի ու երախտագիտության։ Նրա հետ զրուցել է Հայգույ Ասատրյանը։ Պատմական ռումբ Թուրքիայի համար։ Ցեղասպանությունը վերապրած 700 վկաների հիշողություն, այն ինչի մասին ականատեսները վախենում էին խոսել, ինչ հիշում ենք ու պահանջում։ Հիմնավոր ապացույցներով ամփոփված է 850 էջում։ Վկայություններ Վերժինեից։ Մանուշակագույն հագուստով, անմոռուկի ուրույն կրծքազարդով։ Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը այս իմիջով է ներկայանում հարցազրույցներին։ Ցեղասպանության խորհրդանիշները կրում է տարիներ շարունակ։ Հարյուրավոր եղերական պատմություններից մղձավանջներում քունը կորցրած տիկին Սվազլյանը ընտրեց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գույնը։ Իմ ժանրն է։ Ես մոդային չեմ հետևում։ Մանուշակագույն գույնը դա կես սուք է, կես ուրախություն։ Կացինով ինչ ասեմ, հասկացան տղամարդը գոտորելը։ Ձայնագրեց, տեսագրեց ու գրի առավ։ Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք։ Այս գործին Վերժինե Սվազլյանը նվիրեց իր կյանքի 60 տարիները։ Յուրաքանչյուր զոհի պատմություն գրի առնելիս վերապրեց այն, ինչ տեսել են Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ցեղասպանությունից փրկվածները։ Այնինչ կատարվել է նաև իր հայրիկի հետ։ Ամեն մեկին ես գիտեմ, երբ պատմեց, ինչ տրամադրությամբ պատմեց, ինչպես էր հուզված, ինչ խոսքեր էր արտահայտում, ինչ հիշողություններ էր ունենում, թե ինչ տարապանքով նրանք անցնում էին այդ ճամփաները, ոտապոպի գայրուն լվա, սոված ծարավ, ով որ ուզում էր մոտենալ ջրին, գետին, որ ջուր գա, չէին թողնում, կրակում էին տեղն ու տեղը, այս բոլորը նրանք վերապրում էին եւ չէին ուզում հիշել իրենց կորցրած, իրենց նահատակ հարազատներին։ Գրող Գառնիկ Սվազլյանի ընտանիքը առաջիններից էր, որ 1947-ին հայրենադարձության ալիքի հետ Եգիպտոսից եկավ Հայաստան։ 13-ամյա աղջնակը Հայաստանի մասին միայն լսել էր, բայց երբեք չէր տեսել։ 1947 թվական Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է 2 տարի։ Երկիրն անցել է խաղաղ ստեղծագործական աշխատանքի, գիտական մտքի ու գրքի կուլտը։ Միասնիկյանի անվան հանրային գրադարանի ընթերցասրահներում ազատ տեղեր չկան։ Ամբողջ գրականությունը պահված է գրապահոցներում, ով պետք է այս ամենը հասցներ ընթերցողին։ 13-ամյա Վերժինե պահարաններից վերցնում էր Մարքսի «Կապիտալը», Կապուտիկյանի ու Շիրազի «Հատորները» ու ծանր գրքերը իր մանկական ձեռքերով հասցնում ընթերցողին։ Այդպես ամեն օր։ Բեռնագիրության աշխատանքը իմ վրա, Ջուդիկի վրա էր։ Ջուդիկ սատար, Ջուդիկ նադար աշխատում էի, հետո գնում էի դասի։ Ինչ անել ազգին օգտակար լինելու համար։ Դեռ մանկուց Վերժինեին հայրական պատգամներ ուղեկցում։ Որոշեց գրառել եւ կորստից փրկել ամայացած Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի բանահյուսական նշխարները, ականատես վերապրողների հուշ վկայությունները, գիտականորեն համակարգելով դրանք։ Տիկին Սվազլյանն արդեն 26 գրքի հեղինակ է։ Վերժինե աղջիկս, կուզեմ լինես դու խելացի, աշխատանքով, պատվով, բարի, բատիվ բերես քո ծնողքին եւ քո ազգին հայրենիքին։ Սա պարտավորեցնող խոսքեր էին, պատկամ։ Հայոց ցեղասպանություն ականատես վերապրողների վկայություններ հաստափող աշխատությունը հայերեն եւ անգլերեն տարբերակներից բացի թարգմանվեց թուրքերեն։ Հիշողությունները թարգմանեց թուրք իրավապաշտպան Ռագիբ Զարաքոլուն ու հայտարարեց. Սա ոչ միայն հայերի, այլև թուրք ժողովրդի պատմությունն է։ Ինքը լինելով դիսիդենտ գրող եւ առաջավոր մտածող, այսինքն այլախոհ է, ոչ կառավարական, հակա
եւ դպում է այն ինչ որ կառավարությունը չի ընդունում եւ ահա սա ինքը առաջին օրինակը ազդօրինակը իր ձեռքով բերեց Հայաստան եւ ասեց ես մի օրով փախուստ եմ տվել եկել եմ բայց ինձ փնտրում են եւ պիտի տանեն ինձ դատի առաջ կանգնեցնեն Թուրքիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի աշխարհով մեկցրված վերապրողների հիշողություններին ծանոթացավ նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Ինքը վերցրեց այս ծանր գիրքը գլխի վրա այսպես պահեց ու ասեց ես պիտի անեմ այս գործը Moi je dois faire ասեց Վերապրածների հուշերը տպագրելու համար վաճառեց անձնական ունեցվածքը, զարդերը, ընտանեկան գորգերը, տպագրվեցին ստվարածավալ գրքերը։ Փորձությունները Վերժինեի ճանապարհին խոչընդոտ չէին։ Թուրքիայում վերապրածներին լսելու համար հիվանդ ձևացավ ու տեղավորվեց ծերանոցին կից հիվանդանոցում։ Օպերացիա արեցին, 2.5 ժամ նարկոզ ընդունեցի, ավասում ոչինչի, որտեղ ոչինչ չկար, պետքը չէր, բայց ես մեկ շաբաթ հետո որ ոտքի կանգնեցի, արդեն հետին դռնով կարողացա կամացուկ մուտք գործել իրենց ծերանոցը, որտեղ դեռ ապրում էին վերապրողներ, ողջ էին եւ 40 հուշ գախնի ձևով դուրս են բերել Վերժինես Վազելյանի պարգևների մասին դուստերն է պատմում։ Պատմաբան Քնարիկ Ավագյանը մայրիկի աշխատանքային գործընկերն է։ Կատարված աշխատանքի համար Տիկին Վազելյանը արժանացավ Հանրապետության նախագահի մրցանակին։ Իրադարձությունները, դեպքերը, դեմքերը, տարեթվերը, տեղավայրերը, տեղագրական անունով, պատմական առումով, փաստական առումով այս սրանք բոլորը ինքնին գալիս են լրացնելու պատմական փաստաթղթերի կարևորությունն ու արժեքը, արդեն պատմաբանները եւս ընդունում են եւ նույնիսկ ընդօրինակում են այդ օրինակը։ Դատարանում հանցագործությունը քննելու, բացահայտելու համար դիմում են վկաների ցուցմունքներին։ Վերժինես Վազելյանը աշխարհի դատին է ներկայացնում 700 վերապրողների իրավաբանական արժեք ունեցող ցուցմունք։ Վկայությունները ամեն ամիս տեղադրվելու են նաեւ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կայքում։ Հայկու Հյասատրյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։